Սիրելի հայրենակիցներ, ջահերով երթի խորհուրդը ժառանգություն է, որը ոչ թե փոխանցվում է իբրև հերթական տարեկան միջոցառում, այլ պատգամ։ Պատգամ եկող հայ սերունդներին, երբեք չհրաժարվել պատմական արդարությունը վերականգնելու նպատակից։ Երբեք չուրանալ անցյալը և չկառուցել ապագա, որտեղ չկա մեր թողնված պատգամներն ու ժառանգությունը։ Խոսքը փոխանցում եմ Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության վարչության ներկայացուցիչ ընկեր Ժորա Աբդալյանին։ Ողջույն պահանջատեր հայ ժողովուրդ, ողջույն պահանջատեր հայ երիտասարդ։ Այսօր ցեղասպանությունից 111 տարի անց մեր ներկայությունն այստեղ վկայությունն է այն բանի, որ մեր դարավոր թշնամիները ոչ միայն չեն կարողացել մեզ ոչնչացնել որպես ազգ, այլև որպես տեսակ։ Նրանք ոչ միայն չեն կարողացել մեզ ոչնչացնել ֆիզիկապես, այլ նաև չեն կարողացել սպանել մեր մեջ պայքարի ոգին։ Ոգի, որը մեզ ուժ է տալիս առաջ տանել աշխարհում ընթացող ամենաարդար պայքարներից մեկը, ամենաարդար դատը, հայ դատը։ Ցեղասպանությունից անցել է 111 տարի։ Այս ընթացքում մեր թշնամին ոչ միայն չի զղջացել, այլ շարունակել է գործել նույն ոճիրը։ Այսօր տեղի ունեցող ջահերով երթն ինքնին ուղերձ է միջազգային հանրությանը առ այն, որ մենք չենք մոռացել, չենք կուրացել և ունենք արդար պահանջ։ Սա ուղերձ է մեր թշնամիներին, որ վաղ թե ուշ պատասխանատվություն են կրելու։ Ուղերձ է ներկա իշխանություններին, որ ցեղասպանության ուրացումը դառնալու է ամոթի խարան և դատավճիռ։ Եվ ուղերձ է հայ ժողովրդին, որ հանուն ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի պայքարը պետք է շարունակվի։ Մեզ համոզում են, թե արդարությունը կարելի է գտնել միայն միջազգային կառույցների հաստատած բանաձևերում ու թղթերի վրա։ Բայց մենք, որպես պետականազուրկ եղած, ապա արյան գնող պետականություն կերտած ժողովուրդ, սերտել ենք մեր պատմության ամենադաժան, բայց ամենաճշմարիտ դասը։ Ուժն է ծնում իրավունք։ Եվ երբ դու թույլ ես, երբ դու մուրում ես խղճահարություն, ստանում ես նոր կոտորած։ Այն ինչ կատարվեց Արցախի հետ, դա մեր օրերի ցեղասպանությունն էր։ Թշնամին չէր փոխվել, նրա ձեռագիրը մնացել էր անփոփոխ։ Փոխվել էր միայն այն, որ մեր ներսում փորձեցին սպանել դիմադրող հային։ Մեզ փորձեցին և այսօր էլ փորձում են համոզել, թե իբր մոռանալով մենք կստանանք խաղաղություն։ Այսօր կան մարդիկ, ովքեր պետական մակարդակով փորձում են ջնջել մեր հիշողությունը, վերախմբագրել մեր պատմությունը, Արարատը դարձնել լոքսար, իսկ պահանջատիրությունը անիմաստ բեռ։ Սա է իրական ցեղասպանությունը, որը շարունակվում է մեր ուղեղներում ու հոգիներում, որովհետև երբ ազգը հրաժարվում է իր դատից, նա հրաժարվում է իր ապագայից։ Բայց մենք այստեղ ենք հստակ ասելու, դուք չեք կարող մեզ լռեցնել։ Մենք այս սերունդն ենք, որ իր երակներում կերում է Նեմեսիսի արդարադատ վրեժը։ Մենք այն սերունդն ենք, որը դաստիարակվել է Դրոյի, Նժդեի, Արամ Մանուկյանի ու Թաթուլ Կրպեյանի օրինակով։ Մենք ազգային ազատագրական պայքարի ժառանգորդն ենք և մենք իրավունք չունենք նայել մեր նահատակված եղբայրների շիրիմներին ու ասելու կներեք ձախողեցինք։ Հայ դատը միայն տարածքների պահանջ չէ, հայ դատը հայի արժանապատիվ ապրելու, սեփական հայրենիքին տեր լինելու բացարձակ
իրավունք է։ Նայեք այս երթին, սա սքո երթ չէ, սքացող ազգը վաղուց կվերանար պատմության թաթերաբեմից, սրանք պահանջատիրության, անկոտրուն կամքի և ազգային զարթոնքի կրակներն են։ 1915 թվականին նրանք մտածում էին, թե հայը վերջացավ դերձորի ավազուտներում, բայց ընդամենը 3 տարի անց 1918 թվականին հայը ոտքի կանգնեց ու կերտեց պետականություն։ Խորհրդային տարիներին թվում էր, թե կայսրությունը մարել է մեր ազգային ոգին, բայց 1988-ին այդ նույն ոգին պայթեցրեց հրապարակներ և ազատագրեց Արցախ։ Մենք չենք սգում որպես թույլեր, մենք հիշում ենք որպես վրիժառուներ։ Հաճախ մեզ հարցնում են, իսկ որն է լուծումը, ինչ է առաջարկում պահանջատեր երիտասարդությունը։ Լուծումը մեկն է, ազգային պետություն և համազգային դիմադրություն։ Մենք պահանջում ենք պետություն, որի սահմանները գծվում են ոչ թե թշնամու քմահաճույքով կամ կապիտուլյացիոն թղթերով, այլ պատմության և ինքնության անբեկանելի իրավունքով։ Մենք պահանջում ենք դիվանագիտություն, որը հիմնված է ոչ թե զիջումների, այլ հայի իրավունքի և արժանապատվության վրա։ Մենք պահանջում ենք հասարակություն, որտեղ ամեն մի հայ գիտակցում է, իր տունը սկսվում է սահմանից, իսկ Արցախը երբեք չի դադարելու լինել մեր հայրենիքը։ Մենք պարտավոր ենք դուրս գալ այս պարտվողական հոգեբանությունից, որը մեզ պարտադրվում է։ Պարտվել է պետական ապարատը, պարտվել են ապաշնոր ղեկավարները, բայց հայ տեսակ չի պարտվել։ Մենք վիրավոր ենք, բայց մենք կենդանի ենք ու շնչում ենք, իսկ գանի դեռ շնչում ենք, մենք կռիվ ենք տալու մեր գոյության իրավունքի համար։ Այստեղ այս բազմության մեջ է ապագա հաղթանակած Հայաստանը, դուք եք այն ուժը, որը կանգնեցնելու է այս գահավիժումը։ Մի հավատացեք նրանց, ովքեր ձեզ համոզում են, թե մենք մենակ ենք, թե մենք թույլ ենք։ Աշխարհի ամենազորեղ ուժը, գաղափարով զինված, իր արմատին կառչած և արդարությանը հավատացող ազգն է։ Մենք, որպես Սողոմոն Թեյլերյաններով, Արշավիր Շիրակյաններով ու Գարմեն Գարոներով դաստիարակված սերունդ վերահաստատում ենք, որ պայքարը շարունակվում է։ Հանուն ցեղասպանության ճանաչման, հանուն հատուցման, հանուն արդարության վերականգնման, հանուն ցեղասպանության զոհերի, հանուն արցախյան պատերազմներում զոհվածների, հանուն Արցախ վերադարձի, հանուն հայ դատի, հանուն հայ ինքնության պահպանման, պայքարը շարունակվում է։ Պայքար! Պայքար! Պայքար!